Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ալիևին բնորոշ բնավորության համաձայն վերջին պահին գցել թիմակիցներին։ Այս անգամ էլ Ադրբեջանի նախագահ հրաժարվեց մասնակցել ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը եւ որքան էլ Կրեմլը Պեսկովի շուրթերից հայտարարի, թե ըմբռնումով են մոտենում դրան, այնուամենայնիվ վերլուծաբաններն ու քաղաքագետները փաստում են։ Ընդհանրապես մինչև նմանատիպ հանդիպումները պաշտոնյաները քննարկում պայմանավորվում են միմյանց հետ եւ Ալիևի հերթական այդ քայլը ցուցադրական է դիվանագիտական ռևերանս արևմուտքին։ Նաև ցույց տալու համար, որ խնդիրները Ադրբեջանը լուծված չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում մեջ, երկրորդ հերթին բավականին լավ ռևերանս անում նաև Վաշինգտոնի ուղղությամբ մի բան, որ արտաքին քաղաքական դիվանագիտական դաշտում կարելի է ասել լավ խաղ, ինչ ունենք մեր պարագայում։ Ռուսաստան չմեկնելը Ադրբեջանի նախագահի կողմից ես կարծում եմ կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններից եւ Ադրբեջանի ձգտումները ոչ թե երկրորդված դերակատար լինել, այլ հնարավորինս այսպես դիրքավորվել որպես առաջնորդող պետության ղեկավար։ Բացի այդ դեռ շարունակվում են Ռուսաստանում ադրբեջանցիների, Ադրբեջանում էլ ռուսների նկատմամբ ճնշումները։ Ալիևը ցուցադրական ժեստեր է անում Ռուսաստանից ավելի մեծ զիջումների ակնկալիքով։ Հաջորդը արդեն Ալիև-Պուտին փոխհարաբերություններն են, որոնք ես կարծում եմ այն տպավորությունը, թե վատ հարաբերությունները անցյալում են եւ վերջին հանդիպումից հետո մենք կարող ենք տեսնել որոշակի հարաբերությունների ջերմացում, ես կարծում եմ հիմնավորված չէ, ավելին ներքին կոնֆրոնտացիան շարունակվում է եւ դեռևս առաջիկայում դա կշարունակվի։ Ռուսաստանը փորձում է իր ներգրավվածությունը ունենալ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման, ապա շրջափակման առումով։ Եվ Ալիևը արևմուտքին ցույց է տալիս, որ ինքը դեմ է դրանի տարբերություն Հայաստանի, որը պատրաստ է ռուսների ներգրավվածության առումով քննարկման գնալ։ Հայաստանում այդ խոսույթը, նույն խոսույթը ներսում ներգրավման տեսակետից հանդես են գալիս դեմ, բայց ներքին այսպես լսարանի համար իսկ արտաքինում շարունակում ենք բանակցել եւ ռուսների հետ այդ հարաբերությունների առումով քննարկումներ այս պայմանությամբ տեղի են։ Այս ընթացքում նաև հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հետ է կանչել դեսպան Քվինին։ Քաղաքագիտական համայնքն այսպես է բացատրում. դա Բայդենի վարչակազմից էր եւ ով էլ լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում պետք է իր քաղաքական շահերը առաջ տանի։ Թրամփը ցանկանում է, որ անմիջական իր վարչակարգի ներկայացուցիչը լինի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին մասնակից։ Այս պահին թրիփի ծրագրով որոշակի կոնկրետ գործողությունների մեկնակետ ենք շրջափուլ ենք մտնում, որի ժամանակաշրջան ամենայն հավանականությամբ տրամաբանական է, որ պետք է լինի Տրամփի արճակազմի ներկայացուցիչ։ Ես կարծում եմ, որ այստեղ կա ամերիկյան ռազմավարության փոփոխության խնդիր։ Գիտենք, որ Տրամփի իշխանության երկրորդ շրջանը մասնավորապես այսպես հայտնի է իր American the First, այսինքն առաջնահ Ամերիկան։ Այս կարգախոսով եւ կարծեք թե սա դարձել է Ամերիկայի համար ռազմավարություն եւ ես կարծում եմ, որ հաջորդ դեսպանները իրենց տարածքներում սպասարկելու են հենց առաջնահերթություն տալով ամերիկյան շահերին։ Հայաստանի իշխանությունները այս պայն հետևողականորեն տնտեսական եւ քաղաքական առումով թուլացնում են կախվածությունը Ռուսաստանից եւ այդ կախվածությունը մեծացնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հաշվին։ Եվ ըստ վերլուծաբանների, եթե լոգիստիկ տնտեսական առումով պետությունը կապվում է այլ երկրների հետ, ապա ինքնաբերաբար հայտնվում է այդ պետությունների առանցքում։ Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները, խոսելով նաև Ադրբեջանի ու Հայաստանի մասին։ Նա ընդգծել է, որ պատերազմը երկու կողմերի միջև կարող է սարսափելի լինել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները լուծել է հակամարտությունը։ Այս ընթացքում հաջողվել է կանխել եւ կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ, հասնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի մինչև 5%-ի ավելացմանը, արտաքին օգնության բարեփոխում իրականացնել եւ ուժեղացնել վերահսկողությունը սահմաններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կատարել է անվտանգության ոլորտում առանցքային խոստումներ։ Լավագույնը դեռ առջևում է, նշել է Ռուբիոն։ Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանքն ընդլայնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը։ Փոխվարչապետը հստակեցրել է, որ մշակվում է այդ տրանսպորտային միջանցքի այլ տեսակի բեռների, այդ թվում հանքային պարարտանյութերի փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը։ Բացի այդ, Օվերչուկը հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքով շարժակազմ։ Զուգահեռաբար Մոսկվան եւ Երևանը քննարկում են հակառակ ուղղությամբ Հայաստանից Ռուսաստան
Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների կազմակերպման հեռանկարը։ Փոխվարչապետի խոսքով նման քայլերը դեռ վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն այժմ դրանք սկսում են գործնական բովանդակություն ստանալ։ Վարչապետ Փաշինյանը ճեպազորույցի ժամանակ նշել է, որ թրիփ նախագիծը մեծածավալ է եւ մշտապես առաջացնում է նոր չպարզաբանված հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Նա նշել է, որ նախկինում Հայաստանը հիմնականում աշխատել է փոքր նախագծերի վրա, ու հիմա անհրաժեշտ է սովորել խոշոր բազմաշերտ գործընթացներին։ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի պատրաստակամությունը ողջունելի է եւ երկխոսության ընթացքում հասունացել է պահը, երբ հնարավոր են սիմվոլիկ եւ ոչ սիմվոլիկ լայն քայլեր։ Իրանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ կա ցանկություն ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Չեմ բացառում նաև, որ տնտեսական նպատակահարմարության եւ ներդրումային գրավչությունները որոշակիորեն ճշգրտվեն եւ կարող օրինակ պարզվի կամ գազամուղի նախագիծը կամ նավթամուղի նախագիծը ավելի վաղ է իրականացվում, քան նախատեսված է։ Բայց սա ոչ թե ես ակնարկում եմ, ոչ մի բան չեմ ակնարկում։ Ես նկատի ունեմ, որ շրջանակը կարող է դինամիկա ինքը process-ը եւ կարող է պարզվի, որ նավթամուղի կամ գազամուղի անհրաժեշտությունը ավելի առաջնային դիտվի ինչ-որ հանգամանքների բերումով, քան երկաթուղու։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Աքվինը 3 տարի պաշտոնավարելուց հետո հունվարի կեսին կավարտի իր աշխատանքը։ Դեսպանությունը նշում է, որ նրա հեռանալուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանում չի փոխվի եւ շարունակում է աջակցությունը երկկողմ ռազմավարական գործընկերությանը։ Քվինը Երևան է ժամանել 2023 թվականի փետրվարի 16-ին եւ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանը Հայաստանում։ Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները մասնակցել են Վաշինգտոնում կայացած թրիփ նախաձեռնության կլոր սեղան քննարկմանը, որտեղ Ամերիկայի պաշտոնյաներն ու տարածաշրջանային դեսպանները քննարկել են միջանցքային երթուղու տարածաշրջանային կապի ու տնտեսական զարգացման վրա ազդեցությունը։ Նախաձեռնությունը աջակցում է օգոստոսին կնքված Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի կայունությանը եւ տարածաշրջանային համագործակցությանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Ցուցանիշների նվազումը ըստ տնտեսագետների առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի համար վերաարտահանման արգելքներով եւ սահմանված բարդույթներով։ Տնտեսվարողները ստիպված եղան վերաարտահանումը կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Ղազախստանի, նաեւ Թուրքիայի միջոցով։ Ոսկու վերաարտահանումն էլ Ռուսաստանից տեղափոխվեց Արաբական Միացյալ Էմիրություններ, հետո Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան եւ այլ երկրներ։ Շղթան սկզբից երկար էր, հետո Հայաստանը դուրս մնաց այդ օղակից։ Ըստ վերլուծաբանների, ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աստիճանաբար նվազելու է։ Մասնագետների դիտարկմամբ շահութաբերության առումով այն բացասական ազդեցություն կունենա նաեւ հայ տնտեսվարողների համար։ Օրինակ, եթե մենք նայում ենք արկերի հավաքագրման ցուցանիշները, շահութարկը ավելացել է ընդամենը 50 միլիարդով, միայն հենց պետական հրապարակված ցուցանիշներով արդեն իսկ երևում է, որ շահութաբերությունը Հայաստանում բավականին նվազել է։ Բնականաբար ավելի դեպի նվազման միտում է ցույց տալու, որովհետև այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ վառելիքը բերի օրինակ ադրբեջանական կողմից շատ ապրանքներ ներմուծի Թուրքիայից եւ իհարկե այդ թվում հացահատիկը Ղազախստանից։ Այսինքն սրանք բնականաբար ազդելու են, ընդ որում առևտրաշրջանառության վրա նաև մեծ ազդեցություն ունեցավ կոնյակի արտահանման արգելքի։ Բնականաբար այս ամեն ինչի հանրագումարի արդյունքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունը չի կարող չնվազել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզել է, որ Ռուսաստանից ու Ղազախստանից ներկրված ցորենը անվտանգ է։ Լաբորատոր փորձարկումներն անցկացվել են բուսասանիտարական անվտանգության եւ որակի ցուցանիշների վերաբերյալ։ Արդյունքները ցույց են տվել, վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել, թունավոր տարրերի, պեստիցիդների, միկրոտոքսինների եւ ռադիոակտիվության մակարդակները սահմանային նորմերում են։ Ռուսաստանի նմուշը համապատասխանում է երկրորդ, իսկ Ղազախստանի նմուշը երրորդ կարգի ցորենին։ ՍԱՏՄ-ն հերքել է մամուլում շրջանառվող պնդումները, որ Ղազախստանից ներկրված ցորենը վտանգավոր է կամ աճեցվել է միջուկային փորձարկումների տարածքում։ Քննչական կոմիտեն դեկտեմբերի 12-ին քրեական վարույթ է նախաձեռնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների արդյունքում Զանգերի կենտրոնում եւ 1 անձի բնակարանում առգրավվել են շուրջ 80,000 ԱՄՆ դոլարից ավելի գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային հեռախոսներ, վիրտուալ համարների ցանկեր։ Նախաքննությունը շարունակվում է կազմակերպության անդամների ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Մեկնարկել է Սևանալճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը։ Հիմք ընդունելով գիտական տվյալները կառավարության որոշման նախագծով հաջորդ տարվա փետրվարի 1-ից նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի չափաքանակ սահմանել 550 տոննան։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հաջորդ տարվա համար Սևանալճում խեցգետնի եւ այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հանրակրթական դպրոցներում արգելվելու է դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը, ինչը կօգնի բարելավել կրթական գործընթացը։ Նախարարության հանձնարարականի համաձայն դպրոցների կառավարման խորհուրդները ընդունել են կարգավորումը եւ պատահական ստուգումներով արդեն փաստվել է, որ այն իրականություն է դարձել։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 3 միլիարդ 696.5 միլիոն դրամ արժողությամբ ապրանք, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 53.5%-ով։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 1.2 միլիարդ դրամի ոսկի։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 75.3% անկում։ Լեզվակռիվ ու թեժվեճ կարմիր գծերի թեմայի շուրջ Երևանի ավականու տարեվերջյան նիստում կրքերը չէին հանդարտվում։ Ինքներդ ձեզ ողջևորել եք, նստեք, պարոն Քոչարյան։ Ավականին հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում է նաև Երևանում տեղական տուրքերի եւ տեղական վճարների 2026-ի դրույքաչափերը։ Այս նախագծերը ներառում են նաև կարմիր գծերի եւ հանրային տրանսպորտի վճարները։ Դրանք չեն փոխվի։ Մինչև չզեկուցվող հարցերի ընդունումը ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին տվյալ նախագծերը դարձնել զեկուցվող։ Քաղաքապետը հակադրեց, թե տեղական տուրքերի եւ վճարների փոփոխություն չի եղել։ Այդ պատճառով էլ անհրաժեշտություն չկա այդ հարցերը զեկուցվող դարձնելու։ Ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամները նախ կոչ արեցին հանրային ձայն խմբակցությանը միանալ ընդդիմությանը եւ չմասնակցել քվեարկությանը, որպեսզի չզեկուցվող հարցերի թվում ներառված հանրային տրանսպորտում հսկիչների թվի ավելացման եւ կարմիր գծերի վճարների վերաբերյալ որոշումները չանցնեն, բայց հանրային ձայն խմբակցության անդամները չմիացան եւ քվեարկեցին։ Պարոն Հակոբյան, ես դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար ձեր քուչում չեք։ Խնդրում եմ մի քիչ չափավոր։ Ձեր արտահայտությունների մեջ էլ տենց փողոցային ես ձեր լեքսիկոնով մի քիչ զուսպ եղեք։ Ավականու նիստում զեկուցվող հարցերի ժամանակ քաղաքապետը անդրադարձավ այն կառուցապատողներին, ովքեր շրջանցել են ավականու կողմից ընդունված շին հրապարակներում հատուկ ցանցերի տեղադրման մասին օրենքը։ Արտոնությունների կարգը կխստացնենք, կդժվարացնենք այն կառուցապատողների համար, ովքեր շինարարական նորմերը չեն պահի, ասել է Ավինյանը։ Ընդդիմադիր ավականու անդամն էլ առաջարկեց, որ եթե շինարարը չի հետևում նորմերին, ապա առհասարակ պետք է դադարեցնել նրա գործունեությունը, ընդգծելով, թե այն ընկերությունները, որոնք աֆիլացվում են իշխանության հետ, նրանց չեն հետևում։ Մարդու վտանգը, վախը դրանով պայմանավորված լինի, թե չէ մի վերջում պրակտիկան ցույց է տալիս, ոնց է լինի, վերջում այդ մարդիկ իրաց ամեն ինչն է ստանում են։ Ամեն ինչը շենքը ի սկզբանե տրվում է ուրիշ թույլտվություն, վերջում սնկի պես ջրում եք բոյ առնում եք, եթե տեղերը չգիտեք, ցույց էլ կտամ այդ տեղերը։ Շնորհակալություն, նման հնարավորություն մեր օրենսդրությունը այսօր մեզ թույլ չի տալիս։ Քաղաքապետը անդրադարձավ նաև Աչափնյակի մետրոին, պարզաբանելով, թե 9.6 միլիարդ դրամ դեռ նախորդ տարի էր տրամադրվել Աչափնյակի մետրոյի կայարանի աշխատանքներին, սակայն այն դարձել է 1.6 միլիարդ դրամ։ Հաջորդ տարի եւս 2 միլիարդ դրամ տրամադրվելու է այդ նույն աշխատանքներին։ Ավինյանը անդրադարձավ ընդդիմադիր ավականու այն դիտարկմանը, թե ինչու է նախատեսված բյուջեն կրճատվել եւ որտեղ է օգտագործվել մնացորդը, այն դեպքում, երբ մետրոյի կայարանի աշխատանքները չեն էլ մեկնարկել։ Որտեղ են ուղղվել այդ գումարները, Ավետիսյան, քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, այդ գումարների մի մասը էական ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար, եւ մենք ստացել ենք 45 տրոլեյբուսների գնման գումարը, այսինքն նույն ուղղությամբ է գնացել, նույն ասելով ոլորտային նույն ուղղությամբ է գնացել, եւ մենք հաջորդ տարի արդեն ապրիլին, մայիսին ունենալու են 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ։ Ավինյանը նաև խոստացավ հետևողական լինել թանգարաններին հատկացվող գումարների հարցում։ Դարձյալ ընդդիմադիրներն էին դժգոհել քաղաքային բյուջեից գումար է հատկացվում թանգարանների շենքերի պահպանմանը, այնինչ հավաքածուների վերականգնման պահպանման համար ֆինանսներ չեն տրամադրվում։
Երկար տարիներ է ինչ Հայաստանում գոյություն ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հստակ սահմանված ցանկ։ Խոսքը վերաբերում է արագ տարածվող ու համաճարակային լուրջ վտանգ ներկայացնող 34 վարակիչ հիվանդությունների, որոնց թվում պետության համակարգված միջամտությունը ըստ էության դառնում է պարտադիր։ Նշված հիվանդությունների դեպքում պետության դերակատարումը հստակ էր, ապահովվում էր կոնտակտային անձանց հայտնաբերում եւ հսկողություն, որոնց էլ հետևում էին կարանտինային միջոցառումները, պետական պատվաստումների իրականացումը, անվճար կամ պետական պատվերով բուժօգնությունը, ինչպես նաև ինֆեկցիոն ծառայությունների եւ լաբորատոր կարողությունների շարունակական աշխատանքը։ Սրանց էլ գումարվում էր սանիտարահիգիենիկ վերահսկողությունը հանրային վայրերում, սննդի եւ ջրի ոլորտում, հանրային իրազեկումը, պաշտոնական հաղորդակցությունը, բուժանձնակազմի պաշտպանությունը, պետական պահուստների ձևավորումը։ Այն ներառում է հիվանդությունների վաղ հայտնաբերում եւ պարտադիր գրանցում, յուրաքանչյուր դեպքի օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, վարակվածների մեկուսացում եւ բուժում պետական պատվերի շրջանակներում։ Հիվանդությունների այս ցանկը կտրուկ կրճատվում է, այսուհետև հատուկ վտանգավոր են համարվելու հիվանդություններից ընդամենը 9՝ ժանտախտի թոքային ձևը, խոլերիան, տիֆը, պարատիֆը, համաճարակային ոչլային տիֆը, շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզը, հարուցչի արտազատմամբ բոլոր ձևերի դեպքում վիրուսային հեմորագիկ տենդերը, արևադարձային մալարիան, մերձավոր արևելքի շնչառական համախտանիշը, ինչպես նաև համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակները, իսկ որոնք են դուրս մնում հիշատակված ցանկից։ Փորձագետն է պարզաբանում, այս քայլով պետությունը իդեմս առողջապահության նախարարության սահմանափակում է պետական միջամտությունը եւ հրաժարվում է իր պարտավորությունների զգալի մասից, փաստացի հայտարարելով, որ մնացած հիվանդությունները այլևս իրենց խնդիրը չէ։ Ամենակարևոր կոմպոնենտը, որը որ մեր երկրի համար սոցիալական հիվանդություն է համարվում, դա տուբերկուլոզն է, որի միայն ակտիվ փուլն են համարում հատուկ վտանգավոր։ Հաջորդը կարմրախտն է, կարմրոկո, եւ որը որ մենք տեսանք ինչպես տարածաշրջանում 2 տարի առաջ Հայաստանում դարձավ առաջիններից։ Փորձագետի դիտարկմամբ սա առողջապահական բարեփոխում չէ, եթե պարզապես սա պատասխանատվությունից ազատվել է, ինչը նշանակում է պետության գործառույթների կրճատում հանրային առողջության հաշվին, երբ հիվանդությունը դուրս է մնում վտանգավորների ցանկից, դրան զուգահեռ վերանում է նաև պետության պարտադիր արձագանքը, անվճար բուժօգնության երաշխիքները եւ համաճարակաբանական լիարժեք վերահսկողությունը։ Աբանում Խուդյակով փողոցի 3-րդ նրբանցքում 10 օրից ավելի է այս պատկերն է։ Մոտ 80 մետր երկարությամբ հատվածը վեոլյա ջրի աշխատակիցներն են փորել։ Դարն ապրած խմելու ջրի խողովակները նորով փոխարինելու համար։ Քաղաքացիներն ասում են, տրակտորի աշխատանքի պատճառով մյուս խողովակներն են վնասվել։ Մոտ 15 օր խմելու ջուր չեն ունեցել։ Հիմա բնակիչները նաև նշում են, որ մի քանի տներ մնացել են առանց ջրի։ Հիմա էլ որպես ժամանակավոր լուծում պլաստմասե խողովակներով ջրագիծ են անցկացրել, սակայն ջրի արտահոսքերը չեն դադարում։ Բացի այդ, նրբանցքը դարձել է անանցանելի փորված փոսի պատճառով։ 10-ից ավելի տուն կարծես բանտարկված լինի։ Ոչ միայն մեքենաներով, այլ նաև ոտքով ներս ու դուրս անել չեն կարողանում։ Մոտ 10 օր է բնակիչները զանգահարում են էլ վիոլա ջուր, էլ Թաղապետարան Ավանի, էլ Երևանի քաղաքապետարան, որպեսի գան պարտավորեցնեն վիոլա ջրին, այս թերությունը վերացի, սակայն մինչև այժմ ոչ ոք չի մոտենում։ Ոչ միայն վեոլյա ջուր, այլ նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ են դիմել, դրական պատասխան չեն ստացել։ Ուզում են, որ ի վերջո պատասխանատուները գործը որակյալ ավարտին հասցնեն։ Դեկտեմբերի 22-ին 26-ամյա Մերուժանը Հոռոմ Գուսանագյուղ ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Մեքենայում հրդեհ է բռնկվել, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը։ Քաղաքացիների օգնությամբ հետո Անի Հրշեջ փրկարարական ջոկատի Հրշեջ փրկարարները մարել են այն։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի բարեկները։ Դեկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 34-ամյա Նարեկը Դավ Բեռնատարով առինջ մոլի մոտ վրաերթի է ենթարկել Ստելային։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն ու մինչ կժամանային շտապօգնության բժիշկները քաղաքացիների հետ վիրավորին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել։ Հետո բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։